Այս երկուշաբթի ժամը 22:45-ին դիտեք քաղաքագետ Արամ Ավետիսյանի էքսկլյուզիվ եթերը միլիոնավոր դոլարների արժողությամբ առանձնատան մոտից։ Առաջին ամպերին, առաջին մեկ տեղում եք արդեն սկսում եք նկարահանումները մինչև դուք մոտենաք։ Շատ լավ ամպեր։ Մինչ իշխանությունները կարկանդակ, շուրջուխ և լավաշուտելով 30 տարվա ավերված մանկապարտեզների և դպրոցների շինարարությամբ են զբաղվում, երկարատև խաղաղություն և բարեկամ երկրներից նոր ներդրումներ են Հայաստանի Հանրապետություն բերում, այդ նույն ժամանակահատվածում Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իր համար կառուցում է ուշադրություն 5 միլիոն դոլարից ավել գնահատվող գերշքեղ առանձնատունը։ Ամպեր առաջինին մենք մոտենում ենք արդեն, դուք տեսնում եք մեզ։ Ամպերի կապի մեջ տեսնում ենք ձեզ առաջին դիմավորում եք։ Սեփական աչքերի տեսածին անգամ չէին հավատում նկարահանման խմբի անդամները։ Առաջին ամպերին Հաղորդեք ամպեր։ առաջին կներեք առնվազն հարստամ սա իրոք Սերժ Սարգսյանի առանձնատունն է։ Նայելով չափսերն ու Փարիզի ոնց որ հատկապես գաղութը լինի։ Ամպեր հաճախականությունը մի զբաղացրեք։ Ուշադրություն ցանկապատը լարման տակ է։ Հաղորդման ընթացքում կիմանանք բազմաթիվ տեսախցիկներով պաշտպանված Սերժ Սարգսյանը արդյոք կունենա համարձակություն դուրս գալու եւ զրուցելու նկարանող խմբի եւ քաղաքագետ Արամ Ավետիսյանի հետ։ Պատկերացնեք սիրելի հայրենակիցներ, բարձրությունը պատի, ինչքան բարձր է այստեղ։ Արված նախնական կայքերից մեկը նշել էր, որ գնահատվում է մինիմում 5 միլիոն դոլար։ Հողն է մենակ 5 միլիոն, 5 միլիոն դոլարից հաստատ ավելի թանկ արժի այս շինությունը։ Ուրեմն այս վիժվածքները Արթուր իրանց փոքր խունտայով, էսի իր փեսեն, քոչանը իր բջերի հետ, հիմա տեսեք թե երկրի ինչ օրն են գցել։ Սրա բջերի հետ կապված մենք պետք է ապագայում ներկայացնենք, որ նաև ձևավորենք խումբ Մոսկվայում թռած եւս ապաստանած ֆունկցիաներ։ Քանթեմ, սա փեսն է։ Սա փեսն է 01001, հենց նոր անցավ։ Սա Հայկ Խաչատյան կոչեցյալն է, այնի փեսն է։ Չնայած սա տնից մենակ էսի է որ փախած չի, նորմալ ապրել է, երևի այտենց զանգեց փեսեն որ գա որ փրկի։ Արա փես ու միշիկին զանգի թողա։ Թքեմ իրանց էսին արտու։ Սրանք ասում եմ ձեզ, մարդ 30 տարի իշխանության լինի, իրան հերոս համարի ու սենց պատշարի իր երկրի մեջ։ Ուզում են հետ գան մի բանի համար արտու, որ կոտորածը շարունակ են, հիշեք են Վովայի արշակ, Վովա, բան են, այդպես երևույթներ կային, թափթփուկները։ Սերժի Վաչո, այո, Սերժի Վաչո, մորֆինիստ Մեհերիկի հերը։ Ասում են այդ փողերը որտեղից, ասում են իպահ են տվել։ Իպահ, ես իրան ուրիշ Վաչոին ուրիշ բան եմ իպահ տալու, տղու այդ պահի, խաղաձելիկում իրանց տան մեջ։ Մեծ խոսում են, բանա, վաղը պատասխան ես տալու, մենակս հել եկին եմ իր տանդեմը կանցեմ, ասում հելի դուս արա, փեսեն նոր անցավ, շամպես պահկված պետք է ապրեն, ես սրանց ասում եմ, մենք, եթե դուք տես տաղա եք, հել եք փողոց, հել եք քարուզարշավ արեք, ընկեք քուչեք է մի հատ, քոչան հետ միասին, սրանք մեր օդը չեն շնչելու արտու, մենք հասնում ենք նրան, որ սրանք մեր օդը այս սուրբ երկրում իրավունք չունեն շնչելու, թողին սիկտրին են իրանց Ստեփանակերտը, Ղարաբաղը ինչ քաղաք ուզում են ուտեն, շամպես փախան, ու նայում ես շամպես փախում է, մենակ թողես մեծ խոսան, բարի դուք դες տղա եք հելիք դուրս, ձեր տան դեմը կանյաց ենք, Արթուր թող մեր ժողովուրդը տեսնի նորից եմ նշում, ստեղ հարևանության մանկապարտեզ կա, նոր է կառուցվել, թող այդ երեխաները նայեն ու հասկանան, թե ոնց պիտի ապրեն, որ այսօր չեն գնային։ Ուր պետք է գնա հարկերը վճարվող եւ ուր է գնացել ժամանակին, խնդրեմ։ Միանշանակ։ Սրա գեներալներին տեսանք, չէ՞, Բարիկ Միրյան Պողոսյան, այն մի հատ մեկը կային Մոսկվա թռածը, որ ման են գալի, որ ստե գցենք Զիբիլյանոցը դրան։ Փախ շամպես փախեմ, մեծ խոսում են։ Արա եկեք ձեր հայնիքում ձեր հողում ջրում եկեք հենց մատ կայնեք մեր դեմը։ Հելնեմ դեմները քաքեն տակները իրենց գեներալներով հանդերձ։ Դե հիմա այնա եկել են կանգնած են։ Ինքը մորֆինիստ Գասպարյան Վովան 60 տարով էր եկել։ Ինստիտուտը խփելա կալասկի մեջ է։ Տան մեջ չի կարում։ Իսկի զուգանան չի կարում գնա։ Պապերսով է մանգալի։ Բացառիկ նկարանումներով լի էքսկլյուզիվ հաղորդումը դիտեք մարտի 16-ին ժամը ուղիղ 22:45-ին։ Բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, որ նոր տեսանյութերի ծանուցումները ստանաք առաջինը։